Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Դանիայում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք անմիջապես կապվում են աշխարհաքաղաքական լարվածության աճի հետ։ Վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է ընտրությունների մասին, արտաքին ճնշումների եւ ներքին քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Հատկապես մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի ռազմավարական կարևորության մասին։ Քաղաքական օրակարգում էին միգրացիան, սոցիալական քաղաքականությունը եւ Ուկրաինային աջակցությունը։ Ընտրությունները ցույց են տվել, որ հասարակությունը բաժանված է Եվրոպամետ եւ ավելի ազգայնական դիրքորոշումների միջև։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ տեղի են ունեցել շատ արդյունավետ բանակցություններ։ Նրա խոսքով հնարավոր է եղել ժամանակավորապես կանխել հարվածները Իրանի էներգետիկ օբյեկտներին, սակայն Իրանը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը, այն անվանելով ապատեղեկատվություն։ Միաժամանակ տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են, հարվածներով Թել Ավիվին։ Միջազգային հանրությունը, այդ թվում Եվրոպայի առաջնորդները կոչ են անում դադարեցնել էսկալացիան։ Նավթի շուկան նույնպես կտրուկ արձագանքել է այս հակասական հայտարարություններին։ Իրան-Իսրայել հակամարտությունը հասել է նոր վտանգավոր մակարդակի։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին եւ Հայֆային, առաջացնելով զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելը իր հերթին ակտիվացրել է գործողությունները Լիբանանի հարավում։ Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Միջազգային կազմակերպությունները ահազանգում են հումանիտար աղետի մասին։ Միաժամանակ էներգետիկ շուկաներում գրանցվում է լուրջ ցնցում նավթի գների աճով։ World Economic Forum-ը հայտարարել է, որ Ջիդայում նախատեսված գլոբալ հանդիպումը հետաձգվում է։ Պատճառը տարածաշրջանային անվտանգության կտրուկ վատթարացումն է։ Ֆորումը պետք է տեղի ունենար ապրիլին եւ հավաքեր աշխարհի առաջնորդներին։ Սակայն Իրան-Իսրայել լարվածությունը ստիպել է վերանայել ծրագրերը։ Սա հարված է նաեւ միջազգային բիզնեսի վստահությանը։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը խիստ քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Նա հայտարարել է, որ այս պատերազմը խախտում է միջազգային իրավունքը։ Գերմանիան կոչ է անում Եվրոպային ունենալ ավելի անկախ դիրքորոշում։ Միևնույն ժամանակ ընդգծվում է Չինաստանի աճող դերը որպես տնտեսական գործընկեր։ Այս հայտարարությունը լուրջ լարվածություն է ստեղծել ԱՄՆ-Եվրամիություն հարաբերություններում։ Եվրոպայում ակտիվանում են ինքնուրույն անվտանգության քաղաքականության քննարկումները։ Մարտի 24-ին նավթի գները կրկին անցել են $104 սահմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում աճող լարվածությունն է։ Շուկաները արձագանքում են ԱՄՆ-ի եւ Իրանի հակասական հայտարարություններին։ Մատակարարումների խափանումների վտանգը մեծանում է։ Սա կարող է բերել գլոբալ գնաճի աճի։ Տնտեսագետները կանխատեսում են երկարաժամկետ ազդեցություն համաշխարհային տնտեսության վրա։ Պակիստանը առաջարկել է միջնորդ լինել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև։ Այս քայլը նպատակ ունի նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը։ Իսլամաբադը փորձում է ամրապնդել իր դիվանագիտական դերը։ Երկու կողմերը առայժմ չեն սկսել ուղիղ բանակցություններ, սակայն միջնորդությունը կարող է դառնալ կարևոր քայլ դիվանագիտական գործընթացում։ Տարածաշրջանում աճում են խաղաղության կոչերը։ Ֆինանսական շուկաները շարունակում են մնալ անկայուն։ Թրամփի կողմից հարվածների հետաձգման մասին լուրերը սկզբում հանգստացրել են ներդրողներին, սակայն իրավիճակը արագ փոխվել է նոր ռազմական լուրերից հետո։ Ֆոնդային ինդեքսները տատանվում են, նավթի գները շարունակում են բարձր մնալ։ Ներդնողները սպասում են նոր քաղաքական որոշումների։ Շուկաներում աճում է նաև պաշտպանական ակտիվների պահանջարկը, ոսկու եւ դոլարի նկատմամբ։ Ամբողջ աշխարհում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Մարդիկ պահանջում են դադարեցնել պատերազմը Իրանի դեմ։ Ցույցերը տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում։ Որոշ երկրներում ոստիկանությունը կիրառում է ուժ։ Բողոքները ցույց են տալիս հասարակության աճող դժգոհությունը։ Միջազգային ճնշումը մեծանում է քաղաքական ղեկավարների նկատմամբ։ Շատ քաղաքներում բողոքի ակցիաները վերածվում են բազմահազարանոց երթերի։ Ակտիվիստները կոչ են անում միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել իրավիճակին։ Բաղդադում շարունակվում են բախումները ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջև։ Ցուցարարները պահանջում են ԱՄՆ զորքերի դուրսբերում։
Նրանց աջակցում են իրանամետ խմբավորումներ։ Իրաքի կառավարությունը փորձում է վերահսկել իրավիճակը։ Կան զոհեր եւ վիրավորներ, սա կարող է խորացնել տարածաշրջանային ճգնաժամը։ Իրավիճակը հատկապես լարված է կանաչ գոտու շրջակայքում, որտեղ գտնվում են դիվանագիտական հաստատությունները։ Վերլուծաբանները նշում են, որ այս զարգացումները կարող են բացել նոր ճակատ տարածաշրջանային հակամարտությունում։